Եթե վերցնում են մանդատները եւ մտածում են, որ խորհրդարանում մենք անընդհատ սուր հարցեր կտանք իշխանությանը նեղը կգցենք եւ այլն, սա կլինի միամտություն։ Տպավորությունն է, որ բոլորը պարտվեցին, հա, այսինքն ընդդիմությունը չհավաքեց այն ինչ որ ինքը ասում էր, որ իրենք իշխանափոխություն եւ այլն, ոմանք ընդդիմափոխություն են ուզում անել։ Իշխանությունն է չհաղթեց կարծեք, որովհետեւ ինքը 50% չի հավաքել։ Կոնկրետ իրավիճակի առումով ստացվում է, որ որևէ մեկը չի կարողացել հասնել իր բարձրաձայնած նպատակին։ 300,000 ադրբեջանցիների հարցը, եթե մենք լսենք ինչ են հայտարարում են, որ չի կարող խաղաղությունը ամբողջական լինել, եթե այդ վերադարձը չի եղել։ Իսկ հայերը կարող են վերադառնալ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, այլ չեմ խոսում արցախցիների մասին, ոչ երբեք։ Բարեկամներ, ողջույններս, սկսում ենք հեղինակային վերլուծական այս հաղորդման հերթական թողարկումը։ Այսօրվա իմ զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է, Հակոբ ջան, ողջունում եմ։ Պիտի խոսենք քաղաքական այս զարգացումներից, հետընտրական գործընթացներից։ Ոմանք այստեղ ինտրիգ տեսնում են, ոմանք չեն տեսնում, ոմանք որոշ սցենարներ են նախանշում, փորձենք երևի թե ձեզ հետ հասկանալ այդ սցենարները։ Սցենարներից մեկը կարող է լինել այն, որ ընդդիմությունը չվերցնի մանդատները, երկրորդը վերցնի եւ ոմանք համարում են նույն կերպ լինի, ինչպես որ նախկին գումարումներ, այսինքն առանձնապես ոչինչ չփոխի, ներողություն, դա իմ արտահայտությունը չի, բայց ասում են այսպես ասած բոքսի տանձիկ դառնալու, հա, այդ կարգավիճակը ձեռք բերել։ Եվ երրորդը, որը նորից վերցնել չվերցնելը դեռ հարց կլինի, բայց թույլ տալ, որպեսզի իշխանության լեգիտիմության պակասը գնալով ավելի խորանա, որովհետև մենք իհարկե ոմանք համարում են հաղթել է իշխանությունը փաստացի այո, խտի վրա հաղթած է, բայց եւ թվերն են ոչ այն ինչ որ իրենք են անգամ եթե հիշում եք Ալեն Սիմոնյանը գրազ էր գալիս, որ իրենք 65% թե ինչքան են հավաքելու, նաեւ այն որ իրենք համնադական մեծամասնություն իմաց չունեն գլոբալ առումով, ինչը կարծեք թե իրենց համար ամենալուրջ խնդիրն է, վերահաշվարկ է գնում, ԲՀԿ-ն կարող է անցնել։ Մի խոսքով մենք ունենք վերլուծաբանի համար բոլոր հետաքրքիր համար կուզեի Հակոբ ջան լսել ձեզ թե դուք ինչ սցենարներ եք նախատեսում։ Եթե սկսեմ բոքսի տանձիկի այդ ձևակերպումից, այո, եթե օգտագործենք դա ինչպես շատ անգամ կիրառվել է նախորդ ցիկլի ընթացքում, մեծ հաշվով բոքսի տանձիկ կարելի է լինել նաև Երևանի փողոցներում, այսինքն այդտեղ խորհրդարանը չէ հարցը։ Հարցն այն է, թե ընդհանրապես ընդդիմությունը ինչով է զբաղվում, որպեսզի չլինես բոքսի տանձիկ, թողներեն էլի էս արտահայտությունը անելու համար, պետք է գլխավոր անելիք դիտարկել հասարակության հետ աշխատանքը։ Երբ մտնում ես իշխանության հետ, դարձյալ մի քիչ կոպիտ բառ օգտագործեմ, ռազմորկայի տրամաբանության հարաբերության մեջ եւ սա է դառնում քաղաքական գործելավոճի առանցքը, այստեղ անխուսափելի է այդ հետևանքը, որովհետև իշխանությունը բնականաբար միշտ ունի ավելի մեծ լծակներ, միշտ ունի ազդեցություն իր կարգավիճակից ելնելով եւ այստեղ ընդդիմությունը շանս չունի, հատկապես եթե հաշվի առնենք, որ այո, հանրային մեծ անվստահությամբ հանդերձ, այդուհանդերձ հանրային տրամադրությունների հարաբերակցությունը ամենևին սա պետք է ընդունել, ամբողջապես ընդդիմության օգտին չէ, կամ ընդդիմության մեկ ուժի օգտին չէ, իսկ ընդդիմության ներսում հարաբերությունները դարձյալ այդքան էլ միարժեք եւ պարզ չեն տարբեր ուժերի միջև, եւ այստեղ առաջանում են հարցեր, թե առանձին ուժեր ինչ փոխհարաբերության մեջ կարող են իշխանության հետ լինել եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ մանդատների հարցը վերվել է շատ արհեստականորեն, վերվել է առանցքային պլան եւ ես հակված եմ մտածել, որ սա հենց վերվել է առաջնային պլան ներընդդիմադիր պայքարի նոր ցիկլի տրամաբանության մեջ։ Կարծում եմ կան ուժեր քաղաքական դաշտում, հասարակական քաղաքական շրջանակում, որոնք իրենց առաջ ներկայումս դրել են խնդիր արդեն նոր ցիկլի հատվածում գալ առաջնային դիրքեր ընդդիմության դաշտում։ Այլ կերպ ասած, արդեն դիրքի համար պայքար է սկսում ընդդիմության։ Հակոբ ջան, եկեք մի քիչ ավելի սկսենք ակադեմիականից դուրս գանք, էլի պիտի վերցնեն, թե պիտի չվերցնեն։ Եկեք փորձենք հասկանալ ընդդիմությունը ինչ է ուզում։ Արհեստական է, որովհետև պիտի վերցնեն ինչ անելու համար եւ պիտի չվերցնեն ինչ անելու համար։ Եթե վերցնում են ինչի համար են վերցնում, եթե չեն վերցնում որպես ինչ չեն վերցնում։ Բայց օրինակ դուք ինչ խորհուրդ կտայեք ընդդիմությանը։ Ես կարծում եմ պետք է վերցնել, որովհետև դա միջոց է, բայց պետք է հասկանալ, թե այդ վերցնելուց հետո ինչ անել այդ մանդատների հետ եւ ինչպես աշխատել։
որովհետև կրկնեմ, եթե վերցնում են մանդատները եւ մտածում են, որ խորհրդարանում մենք անընդհատ սուր հարցեր կտանք իշխանությանը նեղը կգցենք եւ այլն, սա կլինի միամտություն։ Դե մենք տեսանք 5 տարի այդտեղ Նիկոլ Փաշինյանը այն աստիճան հմտություն ունի ցանկացած բանավեճ մանիպուլյատիվ տեսանք վերջո վերջին որ այդտեղ հերոստադեբատը դրա լավ օրինակն էր, որ անհնար է ուղղակի նրան խոսքով ինչ որ չգիտեմ նույնիսկ էմոցիայով բան անելը այդտեղ իր դեմ խաղ չկա, եթե հարաբերությունը եւ գործելավոճը գնալու է այդ ուղղությամբ։ Դրա համար եմ նշում, եթե աշխատանքային առանցքը լինելու է հասարակության հետ այն հարաբերությունը, որը օրինակ ձևավորվեց վերջին մի քանի ամիսների ընթացքում եւ որը ակնհայտորեն մտահոգեց իշխանությանը, որովհետեւ ընդդիմության առաջատար ուժերը այս նախընտրական process-ում գլխավոր անելիք դիտեցին հասարակության հետ աշխատանքը եւ ոչ թե իշխանության հետ էլի այդ բառը օգտագործեն, որովհետեւ այն երևույթը, որ կար, դա է բնորոշում, ոչ թե իշխանության հետ ռազմորկայի մեջ մտնելը։ Եվ սա էր փորձում անել նաեւ Փաշինյանը, անընդհատ բերել այդ դաշտ իր այդ վարկագծով, պորտկումներով եւ այլն անընդհատ հանել հասարակության հետ աշխատանքի դաշտից ու բերել իր դաշտ։ Հիմա եթե ընդդիմությունը շարունակի մնալ այդ հասարակության հետ աշխատանքի առանցքային տիրույթում, մանդատները կարող են լինել միջոց։ Եվ այս տեսանկյունից գլխավոր հարցը ըստիս հենց դա է, վերցնում ենք, ինչի համար ենք վերցնում, եթե չենք վերցնում, որպես ինչ չենք վերցնում։ Բայց եթե չվերցնեն, իրենք օրինակ կստեղծեն գոնե ընդհանուր ընկալման մեջ, անգամ միջազգային, եթե նայենք մակարդակում ճգնաժամի այսպես ասած դրսևորում, այսինքն եթե Վրաստանի օրինակը չվերցրեցին եւ ոչ մի ճգնաժամ ինչ խնդրի առաջ կանգնեց վրացական երազանքը, բացարձակապես ոչ մի։ Եթե խոսում ենք Նիկոլ Փաշինյանին ապա լեգիտիմացնելու հիմքից, ես կարծում եմ այդ հիմքը բոլորովին այլ դաշտում է, ինչ է փորձում անել Փաշինյանը այս 3-4 տարի։ Փոխել հայաստանյան մտածողությունը, ինքնությունը, արժեքային կողմնորոշիչները, պետականության հանդեպ վերաբերմունքը եւ այլն։ Ինչու՞։ Որովհետեւ իր լեգիտիմության բուն խնդիրը այդտեղ է։ Եթե ինքը փոխում է դա, ինքը այլևս չունի լեգիտիմության խնդիր, ուզում ես մանդատ վերցրու, ուզում ես մի վերցրու, հակառակը չվերցնես ընդդիմությանը ավելին է լինելու դա խնդրահարույց, քան Փաշինյանի համար։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրը խորացնելու համար պետք է հակազդել, արդյունավետ հակազդել նրան այդ ինքնության նենգափոխման դաշտում, թույլ չտալ, որ նա կարողանա արդյունավետ լինել այդ դաշտում։ Իսկ ինչպես է դա խորհրդարանում նկատվում, խորհրդարանից դուրս, հա։ Աշխատանք հասարակության հետ օգտագործելով նաև խորհրդարանը որպես միջոց։ Ինչ է կարծում թվերին նայելով, զուտ թվեր։ Հա, խնդրեմ, եթե ուզում եք միտքը ավարտել։ Եթե կա տարբերակ, եթե որևէ մեկը տեսնում է տարբերակ, որ կարելի է չվերցնել մանդատները եւ շատ արագորեն փոխել իրավիճակը, այստեղ ինչպես ասում են կանաչ ճանապարհ։ Ես կարծում եմ այդ տարբերակը չկա։ Մի քիչ չափազանցված է այդ փողոցի հնարավորությունը։ Դարձյալ կրկնեմ, նախ ներընդդիմադիր շատ բարդ հարաբերությունների պարագայում եւ նաեւ հասարակական տրամադրությունների բավականին այսպես բաղդատված լինելու պարագայում կա մեծ անվստահություն Փաշինյանի հանդեպ, բայց դա չի բերում ինստինկտյան մեծ վստահության ընդդիմության այս կամ այն կոնֆիգուրացիայի հանդեպ։ Եվ այստեղ շատ զգույշ պետք է լինել այդ փողոցային մեթոդաբանության ապավինելով։ Մենք ի վերջո տեսել ենք մի քանի փողոց, եւ եթե մի քանի շաբաթ լինի այդ փողոցային շարժում կամ նույնիսկ մի քանի ամիս, բայց դա չբերի որևէ իրավիճակի փոփոխության, այստեղ հետևանքը շատ ավելի վատ է լինելու։ Դրա համար ես հակված եմ կարծել, որ էմոցիոնալ այդ պահի տակ մթնոլորտի թելադրանքով որոշում։ Դե կարծեք ընդդիմությունն էլ հիմա այդպես ավելի սպասողական վիճակում են, նախ այնտեղ վերահաշվարկ է գնում, իրենք, եթե չեմ սխալում, իրենց ձայների վերահաշվարկել են պահանջել։ Այստեղ շատ հետաքրքիր հարցեր կան իհարկե կապված թվերի հետ, որը ոմանք համարում են, որ կեղծվել են շատ առումով, բայց այստեղ էլ հակադարձ հարց է գալիս, եթե կեղծվել են, ապա ինչու իրենց ուզած թիվը չի։ Եթե կեղծեն եւ կեղծեն այս ոնց որյան ձեռնտու կներ, կարծես թե իրենց ձեռնտու չի էս կոնֆիգուրացիան, թե սխալ եմ հասկանում, իրենք ուզում են սահմանադրական մեծամասնություն, չստացան սահմանադրական մեծամասնություն։ Գուցե պատկերը այնքան ծանր է եղել, որ կարողացել են գոնե հասցնել։ Սա ինձ էլի հիշեցնում է 2013-ը, որտեղ երբ Սերժ Սարգսյանը մրցակիցը Ռաֆի Հովհաննիսյանն էր, եւ այն ժամանակ Սերժ Սարգսյանի թիմը ընդհանրապես մտածում էր, որ իրանք ուղղակի քնած անցկացնելու են, այսինքն խնդիր չի լինելու եւ վերջին վարքյանին հասկացան, որ այնտեղ լուրջ խնդիրներ կան, շատ լուրջ, այսինքն Ռաֆին ուղղակի շատ տեղերում առաջատար էր եւ
Եթե հիշում եք, այնտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակվեց, էլի այդտեղ նույն նմանատիպ ինչ-որ լույսեր գնացին, էլի ինֆորմացիա չկա, մեկ է սկսեցին ցույց տալ, որ իրենք առաջատար են, Ռաֆին, չգիտեմ, նույնիսկ կեսը չի հավաքի։ Բայց ինչն է այստեղ հետաքրքիր, ուզում եմ ձեր կարծիքը լսել։ Տպավորությունն է, որ բոլորը պարտվեցին, հա, այսինքն ընդդիմությունը չհավաքեց այն, ինչ որ ինքը ասում էր, որ իրենք իշխանափոխություն եւ այլն, ոմանք ընդդիմափոխություն են ուզում անել։ Իշխանությունն է չհաղթեց կարծեք, որովհետեւ ինքը 50% չի հավաքել։ Այսինքն մեծամասնությունը, եթե զուտ նայենք անգամ եվրոպական անկալմամբ, եթե հիշում եք, օրինակ Brexit-ը տոկոսներից են չնչին բանով 51-ին հասնող էր, բայց դա ասեն մեծամասնությունը փաստացի։ Հիմա ինքը դա էլ չունի։ Հիմա սա պարտություն է բոլորի համար։ Մեծ հաշվով ստացվում է, այո, իրավիճակի կոնկրետ իրավիճակի առումով ստացվում է, որ որևէ մեկը չի կարողացել հասնել իր բարձրաձայնած նպատակին։ Բայց ես նաև կարծում եմ քաղաքականությունը հենց երկարաժամկետ չափման կարողությունն է։ Հետևաբար այս կետում գլխավոր խնդիրը դարձյալ այն է դառնում, թե ավելի երկարաժամկետ իմաստով ով է կարողանալու իրավիճակը բերել իր համար օգտակար եւ իր համար հեռանկարային դաշտ։ Ես կարծում եմ այս տեսանկյունից, որքան էլ տարօրինակ հնչի, դրա ավելի մեծ հնարավորություն ունի ընդդիմությունը, ընդդիմադիր դաշտում է դրա ավելի մեծ հնարավորություն է, քան իշխանության, որովհետև իշխանությանը սպասում է չափազանց բարդ ժամանակաշրջան, հատկապես արտաքին օրակարգի իմաստով, ներսում ակնհայտ է, որ իրենք չունեն լեգիտիմություն եւ դա բացարձակապես չի ավելանալու եւ այդտեղ անկախ նույնիսկ ընդդիմության որևէ քայլից այդ լեգիտիմությունը նվազելու է դարձյալ հենց արտաքին մարտահրավերների եւ օրակարգերի բերումով, որովհետեւ այն մոտեցումները, որ դավանել է իշխանությունը միջև հիմա, դրանք կուտակել են պարտքի ահռելի բեռ։ Այդ միջազգային աջակցությունը, որ ցուցաբերում էին, դա բարեգործություն կամ մարդասիրություն չէր, դա շատ կոնկրետ քաղաքական գին ունի, ընդ որում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից այդ աջակցությունը նաեւ տարբեր գին է ենթադրում եւ որոշների դեպքում անգամ միանգամայն այսպես հակոտնյա գին։ Հիմա այս ոլորապտույտ այդ հանգույցից քաղաքական իշխանությունը չի կարող դուրս գալ այն պատկերով, որ ստացավ ընտրության, այսպես ասած։ Հակոբ, ոմանք նաև օգտագործում են կաղ բադիկ այդ խրամայ ուտկա lame duck այդ արտահայտությունը ամերիկյան Փաշինյանի պարագայում, որ ինքը այլևս չունի եւ դուք էլ նշեցիք լեգիտիմությունը, ինչ որ ինքը ուներ, այսինքն ինքը 10 թվից հետո կամած այդ իներցիան գնալով նվազեց, տարբեր հարցեր, հիմա իրենք կարճացել անգամ որ 0.00 քանի տոկոսով չանցկացնեն ԲՀԿ-ին, որպեսզի իրենք միգուցե կարողանան դգոնե տեն համանդրական մեծամասնություն ունենալ, չնայած ես թվերին այդքան լավ չեմ տիրապետում, արդյոք եթե ԲՀԿ-ն չի անցում, իրենք հավաքում են համանդրական մեծամասնության անհրաժեշտ 70 մանդատը, սա իշխանության համար կարող է ճգնաժամ առաջացնել ներսում նաև իրենց անխուսափելի կառաջացնի, որովհետև հիմա օրինակ այդ կաղ բադիկ ձևակերպումը եթե շարունակենք, ես կարծում եմ նույնիսկ բադիկ է, որ ընդհանրապես ոտքեր չունի։ Այսինքն նույնիսկ կաղ չէ, այլ ընդհանրապես անոտ բադիկ է ներկայիս իշխանությունը։ Հիմքը տակից գնահողը տակից։ Մենք տեսնում ենք, որ այո, այդ հողը չկա, որովհետև այն մեթոդները, որով իրենք կարողացան նույնիսկ այդ 49%-ին հասնել, ես նկատի չունեմ միայն բուն քվեարկության օրը, այլ ընդհանրապես անցնող ամիսներին, դա նշանակում է, որ իրենք բացարձակապես ոչ մի հող չունեն, բացի այդ իշխանության լծակները։ Եվ այդ լծակներն էլ մեծ հաշվով ինչքան կիրառվեցին ընտրական process-ում, այդքան իրենց դեմ օգտագործվելու են հենց արտաքին ակնկալիքների շրջանակում արդեն այդ նշածած գինը կամ գները բավարարելու հարցում։ Եվ այս տեսանկյունից կարծում եմ իրենց խնդիրները իսկապես լուրջ են լինելու, դա բերելու է անշուշտ ներիշխանական ճգնաժամի, ես կարծում եմ այդ ճգնաժամը արդեն իսկ կա, եւ դրա առաջին լուրջ դրսևորումը դարձյալ ինչքան էլ տարօրինակ չհնչի ասել, իշխանության ներկայացուցիչների այն դեմքերն էին, որոնք Նիկոլ Փաշինյանի թիկունքում լսում էին, թե ինչպես են հայտարարում, որ իրենք հաղթել են եւ միանձնյա կառավարություն են ձևավորում։ Շատերը համարում են, որ պետք չէ դեմքի արտահայտությամբ եւ այլն այսպես գնահատականներ ասել դատել։ Նկատի ունեք այդ գիշերը, ամսի արդեն 7-ից 8-ից ձայների հաշվարկը նոր է, որ ինքը 10% դեռ մեկ էլ ինքը վեր է կենում եւ հայտարարում է, որ տպավորություններ, որ կարծես ինչ որ բան է տեղի ունեցել եւ շտապել է հայտարարել մտավախություն ունենալով, որ հապաղելու դեպքում ինչ որ բան այլևս ընթանալու է լրիվ ուրիշ սցենարով։
Բայց ինչ պիտի լինի, ընդհանրենք ասենք 7 ժամ հետո հայտարարել կամ հենց դա է հարց առաջ։ Ոչինչ չհայտարարել, ասեմ մենք հաղթել ենք, շնորհակալություն բոլորին։ Եթե օրինակ սպասեր 7 ժամ հետո կամ թեկուզ 3-4 ժամ հետո, երբ 50% գոնե հաշված կլինեին ձայները, նա առնվազն չէր լինի խոցելի, չէ՞ որ բոլորը ասում են, այսինքն Հայաստանի դեպքում աննախադեպ բան է տեղի ունեցել, ձայները 10%, 15% հաշված, իշխանությունը հայտարարում է ես հաղթել եմ։ Բայց իրական մտեղ բան չկա օրենքի խախտում։ Չէ, օրենքի հոգեբանական խախտում կա ավելի շատ։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, 10%-ն է հաշվվել։ Դե իրենք ասում են մենք բոլոր ընտրատեղամասից արդեն ունենք, ինչը կարող է ճիշտ լինել, որտեղ իսկապես այնտեղ անմիջապես ժամ 8-ը եղավ, ասենք ներկայացուցիչը ֆիքսում է, ուղարկում է միանգամից։ Տեխնիկապես իրենք դրա հնարավորությունը չունեն։ Ինչ չունեն։ Որովհետև իրենք ընդամենը մասնակից ուժ են, այդ տվյալները պետք է ունենա կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Չէ, դե եթե բանով նայենք, իրենք ընտրատեղամասերում ունեն իրենց վստահված անձանց, որոնք անմիջապես հայտնում են, դա նոր պրակտիկա չի, այլ հարցը այո, այդտեղ հարցեր են առաջանում, բայց տեխնիկապես դա հնարավոր է, չգիտեմ իրոք այդպես է եղել թե չէ, այսինքն իսկապես միգուցե այդպես չի եղել, իրանք այդպես են ներկայացնում, բայց իրական կարող է լինել։ Քանի 2005 ընտրատեղամաս 2005 տեղից անմիջապես զանգում են, ուղարկում են, այսքան ըստեղ դու այսքան հավաքես, այստեղ այսքան, գումարում են, ասում են մենք ունենք այսքան ձայն։ Նույն սկզբունքով կարող է նախինում էլ այդպիսի պրակտիկա լինել, բայց ոչ ոք չի արել, երբևէ չի եղել ոչ մի պրակտիկա եւ առնվազն քաղաքական նպատակարարությունը ենթադրում էր ստանալ թեկուզ տվյալները, բայց իհարկե ես ձեզ հետ համաձայն եմ, որտեղ ոչ միայն ինքը տարօրինակ էր ու հայտարարեց, այլև հայտարարելուց հետո ոչ թե եղան թվեր, որ ասեն լավ են, արդեն թվերը չկա։ Եղավ դաթար։ Ժամը մինչև 5-6-ը, եթե չեմ սխալվում, 6-7-ը ոչինչ չկա։ Եվ սա առաջացնում է հարցեր եւ այդտեղ է, ինչու տեղիք տալ հարցերի, եթե կարելի էր համբերել, եթե կար այդ վստահությունը հաղթանակի։ Եվ մյուս տարօրինակ բանը դարձյալ դրա վրա ուշադրություն եմ դարձրել, Վրաստանի վարչապետի այդ հապճեպ շնորհավորանքներ։ Գոնե Վրաստանի վարչապետը կարող էր համբերել ինչ որ ժամանակ եւ հետո շնորհավորել։ Եվ Սալոմեն էլ Ուրաբիշվիլին։ Դե Սալոմեն Միացյալ Նահանգներում հասկանալի է թե ինչ քաղաքական շրջանակի մեջ, ինչ կոնտեքստ է տեսնում դրա մեջ, այսինքն ինչ կա այդտեղ։ Չգիտեմ, ես կարող եմ իհարկե ենթադրություն անել, որովհետև սա եւս արտառոց է, այսինքն շնորհավորել ընդամենը քվեարկությունից 2-3 ժամ հետո, սա եւս տարօրինակ է։ Հարևան պետության ղեկավարի մասին է խոսքը, երբ դու դեռ չգիտես այդ պետության ներսում այդ հաշվարկը ինչպես է ընթանալու։ Դե կարող է ուղղակի սխալ են զեկուցել, ընդհանրենք ասեն արդեն ավարտվել է։ Չգիտեմ, ես հարցելով է հաղթել, ասել Փաշինյանը, ասեն դե շնորհավորեք։ Լավ, միթե այդ աստիճան այդպես անտարբեր եւ անբռնազբոս էին Հայաստանի արդյունքի վերաբերյալ, որ կարող էին այդ աստիճան թույլ տալ այդպես թյուրիմացություն։ Դուք ասել որ իրանք վրացական երազանքն է, չէ։ Դժվարությամբ են պատկերացնում այդուհանդերձ եւ սրանք հարցեր առնվազն առաջացնում են։ Եվ ես կարծում եմ այդ հարցերը շատ լավ նաեւ բնականաբար տիրապետում են հենց իշխանությունը այդ գնի հետ կապված, այսինքն բոլորը շատ լավ պատկերացնում են այդ արտաքին աջակցությունը ինչ ծանր բեռ է լինելու առաջիկայում։ Իսկ դա նշանակում է, որ իշխանության ներսում կարող են առաջանալ հենց ներքին զոհաբերման խնդիրներ, այսինքն ներսում զոհաբերությունների գնով իրավիճակը պահելու անհրաժեշտություն։ Եվ այս ամեն ինչը բնականաբար ներիշխանական առնվազն հոգեբանական ճգնաժամ սրելու է։ Արևելույթ կարող է այդ ճգնաժամը չդրսևորվել, որոնը երթվեն Փաշինյանի անունով, շարունակեն երթվել եւ այլն։ Բայց որ հոգեբանական իմաստով սա բերելու է ինչ որ բավականին այսպես ճգնաժամային կետի, ես կասկած չունեմ։ Ինչ է կարծում կմնան հիմնական նախարարները կառավարության մեջ, թե փոփոխություններ կլինեն։ Չեմ ուզում այստեղ մի քիչ դժվար է հասկանալ է, որտեղ բայց հետաքրքիր է, էլի կադրային քաղաքականությունը շատ բան ասելու է։ Ձեր ասած ինքը ում է վստահում, ում չի վստահում, որտեղ այնտեղ ընթացքում շատ հարցեր են առաջացել։ Ոչ միայն կառավարության կաբինետի իմաստով, այլ նաև ազգային ժողովում նախագահության կառուցվածքը, այսինքն ով է նախագահը լինելու, փոխնախագահները եւ այլն, ֆրակցիայի ղեկավար, անշուշտ այս ամենը ցույց տալու է, թե իշխանության ներսում ինչպիսի տրամադրություններ են նախ փոխվել որոշակիորեն եւ դեռ պարունակում փոփոխության մի քանի հետագայում։ Տարօրինակաբար այդքան շտապելուց հետո հայտարարել, որ իրենք հաղթել են, իրենք ընդհանրապես չնշեցին այդ հաղթանակը։ Դա էլ հետաքրքիր ցույց է, երբ որ նախկինում սալյուտներ, չգիտեմ ինչեր քեֆ ուրախություն։ Հիմա ընդհանրապես ձայն չկա, ձեր ասած այդ դեմքի արտահայտությունները բոլորի մոտ տպավորվել է։ Իհարկե դա կարելի է նաև ասել է գիշեր, ուշա, չգիտեմ, իրենք արդեն հոգնած են, լարված են, դեզնեն, բայց հասկա բոլորի դեմքերը մի քիչ տարօրինակ էր էլի, այդ հեչ նման չէր հաղթանակացի դեմքերի, բայց դա էլ կարող է զուտ ուղակի
մեր մոտ տպավորություն լինել Ես արցանագրում եմ պատկերը, այո, այստեղ ոչ մի բան բնականաբար չեմ պնդում։ Իմ գնահատականն է ընդհանուր եւ այդ պատկերը ես դիտարկում եմ որպես դրա հնարավոր վկայություններից մեկը։ Իսկ այդ չարաբաստիկ հայտարարությունը, որ եթե չլինի սահմանադրական մեծամասնություն կլինի աղետալի պատերազմ սեպտեմբերին, որում լավ է ժամը չասեց, այսինքն դա ինչ է, հիմա ինչ պատրաստվենք պատերազմի սեպտեմբերին։ Դա այո, հարցերից մեկն է, այսինքն ինքը հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, որ սահմանադրական մեծամասնություն չլինի, կլինի պատերազմ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, արդյոք դա կապված էր Ադրբեջանի հետ հայտնի պահանջի հետ սահմանադրության հանրակրվեի։ Թե շանտաժի ձև էր, հա, ներքին լսարանի համար։ Հնարավոր է իհարկե պարզապես շանտաժ էր։ Ես այդուհանդերձ կարծում եմ, որ այդ պատերազմի եւ խաղաղության հարցը Կովկասում դա կապված չէ Հայաստանի ոչ իշխանության ստատուս քվոյի հետ եւ ոչ էլ սահմանադրական մեծամասնություն լինել չլինելու, այդուհանդերձ ես կարծում եմ դա քարոզչական հնարքեր նախընտրական տրամաբանության մեջ։ Բայց եթե նայենք Ադրբեջանի տեսանկյունից, ես դա շատ տեղերում տարբեր փորձագետներ, այսպես ասած, Ալիևամերձ, որովհետև այնտեղ գիտեք անկախ փորձագիտական դաշտ ըստեյության չկա, հիմնական ռուպորներ են, հիմա մեզ մոտ է կան նման արդեն այսպես ասած իրավիճակ, երբ որ մենք գործ ունենք Փաշինյանի ռուպորների հետ, որոնք այս կամ այն ձևով փոխանցում են որոշ դեպքերում նույնիսկ համատեղության կարգով նաև Ալիևի անուններ չտանք, ովքեր հասկացան կամ ովքեր չգիտենք իմանան, բայց ինչ է այստեղ ստացվում, որ եթե Հայաստանը չի փոխում սահմանադրությունը, ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ դա ամենակարևոր նախապայմանն է մտածելու ստորագրել այդ փաստաթուղթը։ Այսինքն, եթե չկա սահմանադրական փոփոխություն, չկա խաղաղության այդ փաստաթղթի ստորագրում, հետեւաբար չկա խաղաղություն ընդհանրապես։ Եվ այդտեղ միգուցե էլի ադրբեջանցիներն են ասում, որ մենք միևնույնն է, ու խոսքը վերաբերում է այդ տրիփին կամ իրենք համբանում են Զանգեզուրի միջանց, դա մեկ է մենք վերցնելու ենք։ Ավելի վատ ձեզ համար, եթե դուք դա չանեք փաստաթղթով չանեք, այսպես ասած, հանգիստ պայմաններում։ Այսինքն ակնկալենք, որ Ադրբեջանը դուք ասում եք այդքան է կապ չունի, բայց կարծում եմ այստեղ համեն դեպքում կոռելյացիա կա։ Մենք փոխում ենք սահմանադրությունը, թե չէ, եւ Ադրբեջանի վարքագիծը։ Երբ ասում եմ կապ չունի, նկատի ունեմ հետեւյալը, որ պատերազմ, թե խաղաղություն, այդ գլոբալ առումով ռեգիոնալ ռեժիմը անխուսափելի է փոփոխության ենթարկվի առանց աշխարհաքաղաքական ազդեցիկ հովանավորի, նվազագույնը հովանավորի, եթե չասեմ նախաձեռնողի։ Ադրբեջանը այստեղ լինելու է գործիք, եւ ինքը իհարկե իրեն միշտ պատրաստ է պահում այդ պարագայում իր դիվիդենդները քաղելու, այսինքն ինքը միշտ պատրաստ է այդ գործիքի դերը ստանձնել, համարելով, որ ինքը ունի ուժ եւ այստեղ խնդիրներ չի ունենա, եւ ինքը միշտ պատրաստվում է դրան։ Նկատի ունեմ հենց դա, որ Ադրբեջանը չի լինելու որոշում կայացնողը, հարձակվեմ Հայաստանի վրա, թե ոչ։ Որոշում կայացնողները այլ են լինելու եւ իհարկե կայացնելու են ելնելով իրենց շահերից ու իրենց անհրաժեշտություններից։ Ու այստեղ մենք պետք է տեսնենք, որ Ադրբեջանը մի քանի ուղղություն է թողել։ Հարցը ամենևին խաղաղության պայմանագրով չի ավարտվում։ Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը իր առանձին օրակարգը ունի եւ կտրված է խաղաղության պայմանագրից, ու այնտեղ բավականին ռիսկեր կան։ Նույն թրիփը անջատված է խաղաղության պայմանագրից եւ դարձյալ այնտեղ բավականին ռիսկեր կան։ Եվ այդ 300,000 ադրբեջանցիների հարցը, եթե մենք լսենք ինչ են հայտարարում են, որ չի կարող խաղաղությունը ամբողջական լինել, եթե այդ վերադարձը չի եղել։ Պաշտոնապես հայտարարում են։ Այդ խաղաղության բառը, եթե փոխանում են կապիտուլյացիա բառով, ամեն ինչտեղն են գրում այդ առում, որովհետև Հայաստանում դեռ շատերը կան, որ ունեն այդ իլյուզիան, որ խոսքը հավասար պայմանների խաղաղության մասն է։ Մինչդեռ Ադրբեջանի համար նույն ադրբեջանցին վերադարձը կարևոր չէ թե քանի հազար է, որովհետև սա էլ նոր բան է, եթե դու խոսում ես ռիսկերի մասին, նշանակում է փաստաբանություն է սա Ալիևի, դա տարօրինակ ու դա շատ մանիպուլատիվ միջարից մոտեցում է, բայց հարցային է, որ իրենք համարում են, որ քանի որ մենք պարտված կողմ ենք, ապա իրենք թելադրելու են կանոններ եւ անգամ եթե ասում են լավ, ենթադրենք վերադառնում են ադրբեջանցիներ, իսկ հայերը կարող են վերադառնալ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, այլ չեմ խոսում արցախցիների մասին, ոչ երբեք, որտեվ դուք պարտված կողմ եք, մենք պարտավորություն չունենք ձեր հանդեպ, դուք ունեք մեր հանդեպ պարտավորություն, հետեւաբար ոչ թե մենք խոսում ենք թույլ տալ կամ չտալու, այլ որ դուք պարտավոր եք ընդունել այդ մարդկանց ի հատուցումը այն բոլոր բաների, որ դուք 30 տարի արել եք։ Սա իրենց տրամաբանություն, ինչի մասին իհարկե իշխանությունը չի ուզում խոսել։
Եվ նույնիսկ անգամ եթե այդ մեր փախստականների վերադարձի հարցը դրվի, Ադրբեջանը կարծում եմ հետեւյալ տրամաբանությամբ է առաջնորդվելու։ Խնդրեմ թող վերադառնան որպես ադրբեջանի քաղաքացի։ Եվ հիմա դիտարկենք։ Դե հիմա էլ ադրբեջանցի վերադառնում են Հայաստանի քաղաքացի լինելու։ Ադրբեջանը կարողանալու է սա առաջ մղել։ Գտնելու է մարդկային ռեսուրս, որին կուղարկի որպես Հայաստանի քաղաքացի, իսկ հետո նաև կբարձրացնի Ադրբեջանո էթնիկ ադրբեջանցիների անվտանգության հարցը։ Անվտանգության, լեզվի, մշակույթի, կրոնի բոլոր հարցերը։ Մենք չենք կարողանալու դա անել համարժեք իմաստով։ Եվ այստեղ Ադրբեջանը ցավոք սրտի հասել է մի առանցքային հաջողության, ճակերտավոր իմաստով հաջողության, այն առումով, որ Երևանը այդ հավասարության նշան դնելով ինչ են ասում են մենք չխոսենք մեր վերադարձի մասին, որ իրենք էլ չխոսեն իրենց վերադարձի մասին։ Դա ստացվում է, որ հարցը կա, պարզապես մենք առիթ չտանք։ Ադրբեջանին սա նվազագույնն է, հարցը կա։ Եվ հիմա իրենք հարցը մղելու են առաջ միջազգային օրակարգում եւ հետո առավել մեծ ճնշում բանեցնեն Հայաստանում։ Կա եւ այդ հարցը եւ Զանգեզուրի հարց կա դրված, Սյունիքի հարց կա դրված, անկլավների հարց կա դրված, սամնազատման իրենց տարբերակի, իրենց քարտեզների հարց կա դրված։ Այսինքն այս մարտիկ, որոնք Էլ չեմ խոսում իրանք ամբողջ կյանքը խոսել են, չգիտեմ ինչ որ ռիսկերի Ռուսաստանից, չգիտեմ, հա, բայց չգիտես ինչի Ադրբեջանից ռիսկեր կամ վտանգներ կամ որոշակի սպառնալիքներ, էլ չեմ ասում գոյաբանական սպառնալիքներ, կարծեք չկա ընդհանրապես։ Միայն Հայաստանում ով խոսում է դրա մասին, նա Ալիևի բանն է։ Դա շատ տարօրինակ է։ Ձեր ամփոփիչ խոսքը Հակոբ ջան։ Ցավոք այս մարտահրավերների համար էր, որ ես բազմիցս նշել եմ, որ կենսական էր Հայաստանում իշխանության փոփոխությունը, առնվազն քաղաքականության այս տրամաբանությունը կանգնեցնելու համար, որովհետև երբ անձնատուր ես եղել մեկ հարցում, քաղաքականությունը process է։ Վերջ, քեզանից արդեն պահանջելու են նույն տրամաբանությունը, որովհետև եթե դու ինքդ կամովին փորձում ես փոխել, խնդիր ես առաջացնելու մյուսների համար։ Իսկ հասարակության քվեն դա փաստարկված փոխելու միջոցներ, որը ցավոք սրտի բաց թողնվեց եւ այս տեսանկյունից մենք իսկապես մտնում ենք շատ ավելի վտանգավոր մի շրջափուլ քաղաքական իմաստով, երբ իրադարձությունների հանդեպ վերահսկողության իմաստով Հայաստանը շատ ավելի թույլ դիրքում է հայտնվում խորհրդարանի ընտրության այս արդյունքի բերումով։ Հակոբ ջան, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ բարեկամներ, որ հետևեցիք մեր այս քննարկմանը, որին ես հյուրընկալել եմ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին, հաջողություն ձեզ։